is not a functioning democracy. Պարոն Վրդանեսյան, մենք ունենք նոր քաղաքական բանտարկյալ Դավիթ Համբարձումյանը, Մասիս համայնքի ղեկավար, իմպիչմենթի շրջանակներում միասնական թեկնածու։ Վերջին օրերին մենք ֆիքսում ենք, որ ռեժիմը շարունակում է բռնաճնշումներ իրականացնել սեփական քաղաքական դիմախոսների նկատմամբ եւ ըստ ներկայումս ինչ վիճակ է Հայաստանում այդ առումով մարդու իրավունքների։ Որակապես փոփոխություն է եղել, եթե նախկինում այս իշխանությունները, այսպես ասած, պտտվող դռների այդ տես տեխնոլոգիա է, էլի բռնապետական, պտտվող դռների տեխնոլոգիային օգտագործում, այսինքն, չգիտեմ, 10 քաղ բանտարկյալ ունեին կամ 15, դրանցով զբաղվում էին, հետո դրանց մի մասին բաց թողում էին, փոխարեն ուրիշներին էին բերում։ Այս պահի դրությամբ արդեն ռեժիմը անցել է, այսպես ասած, լայնածավալ հարձակման բոլոր ճակատներով եւ ինձ թվում է դեռ նորանոր քաղբանտարկյալներ են հայտնվելու, հա։ Ընտրություններից առաջ ամեն ինչ արվում է, որպեսզի չեզոքացնել ցանկացած թեկուզ ամենափոքր դիմադրություն, ամենափոքր անհարմարություն այս իշխանությունների։ Այս պահին տեղի ունենում բողոքի ակցիա ազգային ժողովի մոտ եւ արդյոք ձեզ արդյունավետ է հանրային ճնշումը հատկապես միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելությունների շրջանակներում եւ ընդդիմությունը տեսեք արդյոք պետք է ավելի ակտիվ չլինի փողոցում։ Ընդհանրապես քաղբանտարկյալների հարցով մեզ պետք է միացյալ ճակատ, այսինքն այդ իմ քաղբանտարկյալ, քո քաղբանտարկյալ, հա, այդ ձևի բաներ չպետք է լինեն, միասնական ճակատապետ, բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն քաղբանտարկյալների հարցով իշխանությունների վրա, դրսի դերակատարների վրա հնարավորինս մեծ ճնշում գործադրելու համար, այլ կերպ այս իշխանություններին ոչ մի բան չի սահմանափակում։ Այսինքն մինչև դիմադրության չբախվեն, այս իրավիճակը չի կանգնելու, չի մեռնվելու, միայն դեպի վատն է։ Շատ կարևոր է կրկնեմ միասնական ճակատ է այս հարցում։ Ընդհանրապես քաղաքական իրավիճակության կանխավարկածը խախտելով պաշտպանության ու քաղբանտարկյալների հարցում։ Շնորհակալություն։ Ժողովրդավարության հետիդակ իրենց Հայաստանում վերցնում եւ հողոքացնում են ողջ իշխանությունը։ Իրենց կացում են